Տևոսյան 1 դրոպ 3 բնակելի համալիր։ Քո երազանքի բնակարանն արդեն պատրաստ է։ Գնիր բնակարան տարաժամկետ վճարման տարբերակով, վայելիր այն ամռանը։ Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, 168 TV-ին շարունակում է աշխատանքը, եթերում ռևյուն է, զրուցակիցս այսօր ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանն է։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Նահապետյան, Հայաստան-ՀԱԲ հարաբերությունների մասին վերջին օրերին դարձյալ արվում է ռուսական կողմից հայտարարություններ։ Այսօր Հայաստան-ՀԱԲ հարաբերություններին անդրադարձել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը, վերջինս նշել է, որ եթե Հայաստանը մինչև 2025 թվականի վերջը չվճարի ՀԱԲ բյուջեում իր ներդրումը, ապա կազմակերպության անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր սցենարներ, բայց հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի։ Պանկինի խոսքից առաջ 2 օր առաջ խոսել էր Հայաստան-ՀԱԲ հարաբերություններին մասին նաև ՀԱԲ գլխավոր քարտուղարը եւ ասել, որ չնայած Հայաստանի պարտավորություններին, այնուամենայնիվ Հայաստանը ՀԱԲ գործընկերն է։ Հիմա գալով այդ հարաբերություններին, պարոն Նահապետյան, ինչ կունենանք, ինչ է նշանակում հավանաբար ոչ մեկին չեն հեռացնի ձևակերպումը եւ հնարավոր է Հայաստանին կանգնեցնեն այնպիսի մի իրավիճակի առաջ, որ Հայաստանի ղեկավարը ինքը հայտարարի, որ Հայաստանը դուրս է հանում ՀԱԲ-ից։ Նախ շնորհակալություն ՀԱԲ գլխավոր քարտուղարին, որ հիշեցնում է, որ Հայաստան ՀԱԲ անդամ է։ Առանձնապես նոր բան չի ասել։ Իսկ փոխարտգործնախարարը կարծում եմ ՀԱԲ գլխավոր քարտուղարի վերադասը չի։ Երբ նա կարծիք է հայտնում մի բանի մասին, որի ըստ իս իրավասությունների մեջ չի մտնում։ Կարող է որպես Պանկին կարծիք հայտնել։ ՀԱԲ-ի վերաբերյալ պաշտոնական կարծիք կարող է գլխավոր քարտուղարը, քարտուղարության պատասխանատու անձինք, մամուլի քարտուղարը։ Ես դժվարում եմ ասել, ինչու է նման բան ասել։ Ասենք Հայաստանը եթե վճարները չի տալիս, իսկ վճարները չի տալիս, ասենք կարող են քննարկել Հայաստանին դուրս դնելու կամ չդնելու հարցը, թեև կարծես թե Պանկինից առաջ ՀԱԲ գլխավոր քարտուղարը ասել է, որ այնուամենայնիվ Հայաստանը ՀԱԲ անդամ է։ Ենթատեքստով կարելի է հասկանալ, որ նույնիսկ Հայաստանի օրվա իշխանությունների նման կեցվածքը սկզբունքորեն չի կարող ազդել ՀԱԲ-ի եւ նրա առանց կանսացող Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության կողմնորոշումների եւ շահերի վրա։ Ինչ է դա նշանակում։ Ձեր այս վերջին միտքը մի փոքր խնդրում եմ բացեք։ Անկախ նրանից Հայաստանը վճարել է թե չի, իսկ փաստացի չի վճարել, այսինքն եթե իրավական տեսանկյունից նայենք, միգուցե նաեւ հարց քննարկվեր Հայաստանը ՀԱԲ-ից դուրս տնելու, բայց ըստ տարածաշրջանը Ռուսաստանի համար ստրատեգիական նշանակություն ունի, առավելից այս վերջին զարգացումների ֆոնի վրա, երբ վտանգ կա տեսականորեն եւ որոշակի գործնական առումով, որ այնուամենայնիվ ԱՄՆ-ի նորընտիր նախագահի եւ վարչակազմի կտրուկ շրջադարձային քաղաքականության փոփոխությունից հետո, որը այս կամ այն ձևով ուղղված է Բրիտանիայի կառավարության դեմ, քանզի խորհրդային պետությունը, որին հաղթեց Տրամպը իր քաղաքական թիմով եւ այն էլիտաներով, որոնք Տրամպի թիկունքում են գտնվում, ապա խորհրդային պետության մեկսյունը այնուամենայնիվ կա, գործում է, դա Բրիտանիան է, Բրիտանիայի կառավարությունն է եւ վերջինս այդպես հեշտ չի հանձնվելու։ Առավելս որ Գերմանիայում իդեպ բրիտանացիները հաղթանակ տոնեցին։ Իրենց մի տեխնացուին Շոլցին փոխարինեցին արևույթ պահպանողական արժեքներ կրող կուսակցության, բայց դա խորհրդային պետության տեխնացուն է, ոչ թե այն տեխնացուն, որին Միացյալ Նահանգներն էր ցանկանում, դա այլընտրանք Գերմանիայի համար կուսակցություններ եւ նրա առաջնորդը։ Հիմա Բրիտանիայի համար շատ կարևոր է նաեւ այս ճակատը, որը Հարավային Կովկասը։ Այո, որը անհիշելի ժամանակներից Ռուսաստանի համար աքիլիսեն գարշապար է եղել, ձևակերպում անգամ բրիտանական դիվանագիտական աղբյուրներում է նշում։ Ոստի եւ Զանգեզուրի այսպես կոչված միջանցք բացելու, չբացելու, բրիտանա-թուրքական թուրան կյանքի կոչելու, չկոչելու, դա Ռուսաստանի համար եւ Վրաստանի համար գոյաբանական խնդիր է։ Այնպես որ նույնիսկ եթե Հայաստանը պարտքով ՀԱԲ-ից գումարել վերցնի, ասենք։ Միևնույն է չեն հանելու այդ կառույցից։ Ես կարծում եմ ոչ։
Իսկ Նիկոլ Փաշինյանը Հայաստանը այդ կառույցից դուրս կհանի, հաշվի առնելով դեպի Եվրոպա գնալու իրենց այս անհակ ցանկությունը։ Անձ, որը հասկանում է, որ ինչպես հնում ասում էր, բոլոր ճանապարհները տանում են դեպի Հռոմ, Փաշինյանի համար Հռոմը առաջ Վաշինգտոնն էր, որը այլևս չէ, այնուհետև Բրյուսելը, որը այլևս չէ, եւ պատական չի, որ 2 ամսով հետաձգեցին Եվրամիության անդամակցության գործընթացը ազգային ժողովում։ Կան խոսակցություններ, որ Ռուսաստանից կոնկրետ զանգ են ստացել եւ ասել են, որ այո, պետք է հետաձգվի։ Իհարկե ասացին, հետաձգումը պայմանավորված է իրավական խնդիրներով, տեխնիկական խնդիրներով, բայց այո, այդ նախագիծը չի ընդգրկվել ազգային ժողովի քարոզիայի օրակարգ։ Զանգի պահ ես չեմ կարող գնահատել, որ Փաշինյանը Ռուսաստանում ինչ որ անձ հետ խոսել է եւ մեկը, ինչպես ասում են, ականջը դրել եւ լսել է, բայց փաստը մնում է փաստ, ես արձանագրում եմ փաստ, որ Բրյուսելը Փաշինյանի համար այլևս այն վահանը չի, որով ինքը կարող է պաշտպանել։ Հիմա, այսպես ասենք, 2 միավոր են մնացել։ Առաջինը Թուրքիան, երկրորդը Ռուսաստանը։ Եվ եթե ընդունենք իգիտություն այն փաստը, որ Իրանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է, որը ամրագրվեց այս տարի հունվար 17-ին միջպետական պայմանագրով, համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրով Ռուսաստանի եւ Իրանի միջև, եւ երկրորդ, երբ օրեր առաջ ԱՄՆ նորընտիր նախագահ, հակագլոբալիստ, կարող եմ ասել նույնիսկ ազգայնական Դոնալդ Թրամփը Ռուսաստանի նախագահին հորդորել էր, խնդրել էր կամ միջնորդել էր, որպեսզի Իրանի հետ կապված, Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված Ռուսաստանը որոշակի առաքելություն իրականացնի։ Սա իր մեջ 2 մեսեջ է պարունակում։ Առաջին, կարևորում է Ամերիկայի եւ Ռուսաստանի ջերմ հարաբերությունների համագործակցության, եւ երկրորդ, որ այս տարածաշրջանում այնուամենայնիվ Միացյալ Նահանգները դիտում է որպես որոշումների վրա էական ազդող գործոն Ռուսաստանին եւ ոչ թե Թուրքիային։ Սա ընդունենք իգիտություն, այո։ Եվ այստեղից հետեւություն, որ բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտը, որտեղ ամենակարևոր իրողություններից մեկը, որը այս պահին չկա, դա այսպես կոչված Զանգեզուրի Միջանցքի ցամաքային սահման Թուրան աշխարհի համար 2 հատվածների, ասենք թուրքական իրականում 2 աշխարհ կա, անատոլիական Թուրքիա եւ Կովկասյան, անատոլիական Թուրքեր եւ Կովկասյան Թուրքեր։ Այդ ցամաքային միջանցքի հետ կապված Բրիտանիան կարող է այստեղ որոշակի գործառույթներ իրականացնել։ Պաշտպանելով արդեն Ադրբեջանի դիտանկյունը եւ տեսանկյունը փաստորեն, բացելով այդ ճանապարհները այնպես, ինչպես Ադրբեջանն է ուզում։ Այստեղ, եթե առավել անկեղծ լինենք, Ալիևի կարծիքը որից մեկը չի հարցնում, ոչ Էրդողանը, ոչ էլ Բրիտանիայում, չասեմ վարչապետ, այս աշխատանքների եւ ուղղությունների պատասխանատուն Բրիտանիայի վարչապետը չի, դա արտաքին ռազմական մի 6 հետախուզության տնօրենն է, որը եկավ Հայաստան, հանդիպեց Փաշինյանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ, Սյունիքի հետ կապված, հա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հերթական հոդվածը օրերս հրապարակեց Armenpress լրատվականում եւ ինչ ասաց Ադրբեջանին առաջարկում ենք տարածաշրջանային ճանապարհների ապաշրջափակում, առաջարկում ենք Հայաստանով ճանապարհներ, եկեք, համեցեք, Հայաստանով գնացեք Նախիջևան, գնացեք Թուրքիա, Ադրբեջանը դեմ է։ Ասում է, եթե մտահոգված են ադրբեջանցի վարորդները Հայաստանով անցնելու ընթացքում կարող է իրենց մի բան լինել, կարող են թուրք վարորդներ գալ եւ անցնել։ Այսինքն Փաշինյանը Armenpress-ի այդ հոդվածով ասում է, որ Հայաստանը բաց է Ադրբեջանի համար ճանապարհների առումով, բայց Ադրբեջանը շարունակում է հրաժարվել։ Հիմա հայկական կողմից այս էստի համեցեքը եւ ադրբեջանական կողմից հրաժարումը, ինչը առաջ են կանգնեցնելու մասնավորապես Սյունիքի մարզը։ Փաշինյանը փաստացի տեղեկատվական ֆոն է ստեղծում, որ եթե այդ տարածքը ռազմական առումով Ադրբեջանի կողմից օկուպացվի, ես ճանապարհը չեմ կարող ասել վստահաբար դա որ ուղղությամբ կլինի, դա Մեղրի հատվածը կլինի, թե Գորիս Ղափանով դեպի Սիսիան Անգեղակոտ Նախիջևան կլինի, թե Ջերմուկով դեպի Երասխեցկը, 3 ուղղությունով կարող են, այդ միջանց կոչվածը 3 ուղղությունով կարող են կտրել, առավել մեծ կտորը դա Ջերմուկից դեպի Երաս հատվածն է։ Փաշինյանը ինքը ֆոն է ստեղծում, որ իբր մենք ցանկանում ենք ճանապարհների ապաշրջափակում լինի, Ադրբեջանը չի ցանկանում, այսինքն եթե վաղը Ադրբեջանը ռազմական առումով
մեզանից տարածքներ օտարի, ապա այստեղ բնականաբար թիրախավորվում է Ալիևը։ Սա է, բայց կա այլ իրողություններ։ Իսկ իրողությունները հետևյալն են. ճանապարհների ապաշրջափակման հետ կապված կա գրավոր պարտավորություն եւ պայմանավորվածություն։ Դա նոյեմբերի 9, 20 թիվ եւ հունվարի 11-ը 21 թիվ։ Երբ այս իշխանությանը ասում են հիշեք ձեր իսկ ստորագրած նոյեմբերի 9-ը, Նիկոլ Փաշինյանը ասում է, որ այո, հիշում ենք, բայց նոյեմբերի 9-ով չի նշանակում, որ մեր սուվերենությունը այդ ճանապարհների վրա պետք է պակասի։ Եկեք հիշենք իրանական հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցը, որտեղ ինքը ասաց, որ նախ Հայաստանը Իրանի դեմ երբեք որևէ գործողություն չի անի, եւ ասաց, որ այդ ստորագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը չի նշանակում, որ Հայաստանի ինքնիշխանությունը պետք է պակասի այդ ճանապարհների վրա եւ երրորդ երկիր դա պետք է իրականացնի։ Եվ մի հատ էլ ավելի մեծ դիտարկում կա նոյեմբերի 9-ի վերաբերյալ, եթե այն մնացած 8 կետերը կատարված չեն, չկա Լաչինի միջանցքը, վերադարձված չեն գերիներ, ինչ նոյեմբերի 9-ը։ Ուրեմն այս բոլոր այսպես կոչված իբր հիմնավորումները առ ոչինչ են, պղպջակ, ոչ ավել եւ ոչ պակաս։ Ասում է չկա Լաչինի միջանցք, ինչ նոյեմբերի 9-ը։ Ուրեմն Լաչինի միջանցքի հանձնելու պատասխանատուն Փաշինյան Նիկոլն է, Մակրոնը, Ֆրանսիայի նախագահ եւ Եվրախորհրդային նախագահ Շարլ Միշելը։ Այդ ումից է հաշվետվություն պահանջում Հայաստանի օրվա ռեժիմի պարագլուխը։ Թող իրենից պահանջի։ Լաչինի միջանցքի կորուստը իր հետ է, իր քաղաքական խմբակի եւ իր կողմից կազմած դիլետանտների կառավարության հետ է կապված։ Սա առաջին։ Երկրորդ, նոյեմբերի 9-ում որևիցե ձևով Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքների վրա չի պակասում։ Ստում է հրապարակավ առանց կարմրելու փորձում է մարդկանց մանիպուլացնել, որովհետև նախ նոյեմբերի 9-ով միջանցք գոյություն չունի, կա ճանապարհ, որի վերահսկողությունը տալիս են երրորդ երկրի։ Այդպիսի բան չկա։ Ռուսաստանին։ Ոչ։ Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը գալիս է այդտեղ կանգնի, ինչ անի այդ դեպքում։ Երբ ճանապարհ է եւ ոչ միջանցք, Հայաստանի Հանրապետության առնվազն 2 պետական կառույցներ իրականացնում են իրենց գործառույթները։ Այն է սահմանապահ զորքերը եւ մաքսային ծառայությունը, որոնք իրականացնում են հսկողություն։ Գործառույթը հսկողությունն է, այսինքն որևիցե ձևով հսկողության որոշակի չափաբաժին այլ երկրի երրորդ երկրի չի տրվում։ Հիմա ռուսական կողմը այդ ճանապարհների վրա իրականացնում է ճանապարհների վրա ոչ թե մի պետությունից մյուս պետության սահմանում կանգնած սահմանապահ զորքերի եւ մաքսային ծառայության իրականացնում է հսկողություն ինչի համար, այսինքն դա ինչու է որոշվել, որ 20 թվականին այդպես պետք է լինի։ Այսինքն խնդիր կար, չէ՞ որ նման կետ է Որն է մտցվել։ խնդիրը։ Խնդիրը հետևյալն էր, այսինքն այնինչ մենք աշճանաբար մեր սխալների վրա սովորում ենք կամ փորձում ենք հասկանալ ինչ ասել է Զանգեզուրի միջանցք բրիտանա-թուրքական Թուրանի համար, իսկ այդ միջանցք կոչված է, իսկ եթե միջանցք է, այդտեղ Հայաստանի ինքնիշխանությունը այդ տարածքերը զրոյացվում է, այսինքն մեր սահմանապահները եւ մաքսային ծառայությունը որևիցե գործառույթ չեն անում, ընդ որում Փաշինյանը այս վերջերս անխոչնդոտ բառն է, չէ՞ օգտագործում։ Այո, ասում է եկեք անխոչնդոտ անցեք, պատրաստ ենք նաեւ Ադրբեջանին տալ պարզեցված ընթացակարգով անցնելու հնարավորություն։ Դա գիտեք ինչ է։ Ինչ է նշանակում պարզեցված ընթացակարգ։ Անխոչնդոտ պարզեցված դա միջանցք է։ Այսինքն Փաշինյանը դեմ չէ միջանցքը տալու, պարզապես փաթեթավորումը այլ է։ Այո, բառախաղով է զբաղված, ինքը միջանցք է հանձնում։ Բայց եթե հանձնում է Ալիևը ինչի՞ չգալիս վերցնի։ Նախ ես իմ խոսքի սկզբում ասի, որ այդ տարածքների վրա թե ինչպիսին պետք է լինի Հայաստանից օտարված կամ օկուպացված տարածքները կարգավիճակը, դա Ալիևը չի որոշում։ Դա որոշում է բրիտանա-թուրքական Թուրան պրոյեկտի պատասխանատուները, որոնցից մեկը Ռիչարդ Նուրն է, մյուսը Էրդողանը։ Եվ հետեւաբար, եթե մենք ուշադրություն դարձնենք, ապա այդ միջանցքի իմաստը ո՞րն է, տնտեսական է։ Իհարկե ոչ։ Դա ռազմական ճանապարհ է, որտեղ տնտեսական առումով Իրանի հետ կարող են Իրանը պատրաստական է, չէ՞ միջանցք տրամադրել։ Ոչ միջանցք ճանապարհ, ասում է այո, եկեք անցեք հանգիստ Ադրբեջանցիներին։ Հայաստանը մի քանի ուղղությամբ կարող է, չէ՞, ճանապարհ տրամադրել։ Նոյեմբերի 9-ով այդ մի քանի ուղղությամբ ճանապարհների մասն է։ Ավելին կառավարության որոշում ունեն 3 կետով Ադրբեջանին տալիս են ճանապարհներ։ Հիմա պատկերացրեք նոյեմբերի 9-ով կյանքի է կոչվում ճանապարհները, ապա շրջափակվում են եւ ռուսական կողմը այն, որ ինքը պետք է հսկողություն սահմանի, չկա այդ գործառույթը չի տրվում։
ասենք Թուրքիայից հազարավոր անձինք ավտոբուսներով որպես տուրիստ մտնում են Հայաստան, մեր սահմանապահ զորքեր հրաման են ստանում չստուգել, մտնում են բեռնատար մեծ ֆուրեր, մեքենաներ, որ իբր թե սնունդ է գալիս կամ փաստաթղթերով ասենք հիմնականում Թուրքիայից ինչ է մեզ մոտ գալիս, պտուղ բանջարեղեն, ասենք նշում է պտուղ բանջարեղեն, բայց իրականում զենք զինամթերք է։ Հայաստանի իշխանություններն ասում են, որ այդ մեքենաները չեն ստուգելու։ Թուրքիայից մտնում է Հայաստանի տարածքով, գնում է դեպի Ադրբեջան։ Տեսականու են ռուսները։ Եվ նաև հակառակը փաստորեն։ Եւ նաև հակառակը։ Այսինքն Ալիևը զենք է տեղափոխելու Հայաստանի ճանապարհով։ Ոչ, Ալիևը չի տեղափոխելու դեպի Ալիև, դեպի Ադրբեջան է գնալու։ Էրդողանը զենք է տեղափոխելու Հայաստանի ճանապարհով դեպի Ադրբեջան։ Ինչու՞։ Ինչու է տեղափոխում։ Թողի քնաթիռներով տեղափոխի։ Օրինակ, տեսականորեն, չէ՞։ Ինչու ցամաքային ճանապարհ, որովհետև մենք ընդունում ենք, որ Իրանի գլխին դեռևս սև մութ ամպերը կախված են եւ Իրանի դեմ չի բացառում նաեւ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի ունենան, որի մասին սկզբունքորեն առանց սեթևեթանքի ասում է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն եւ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։ Եթե Իրանը չփոխի այն մոտեցումները, որով Միացյալ Նահանգները փորձում է ստանալ Իրանից, երկու խնդիր է դրված, առաջին միջուկային ծրագրերից հետ կանգնել, այն է, որ Իրանը միջուկային տերություն չդառնա, եւ երկրորդ Իրանում փոխվի այաթոլաների կառավարման ինստիտուտը։ Իդեպ ուշադրություն դարձրեք, նոտարի կարգավիճակ ունեցող Իրանի նախագահը վերջերս ոչ ավել ոչ պակաս ասաց, որ արտաքին քաղաքական որոշ հարցերում ունի լրջագույն տարանբռնումներ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի։ Դե որտեղ նա է այո կառավարում երկիրը իրականում եւ սահմանադրությամբ, այո, բայց Իրանի նախագահով դառա, որ այդպես կեցված կա դրսևորում։ Այստեղ հասկանալի է, որ այնուամենայնիվ եթե փորձ արվի Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնել, ապա ցամաքային օպերացիայի առաջին պետությունը, որտեղից հարված կստանա Իրանը, դա Ադրբեջանն է։ Տարբեր ռազմական փորձագետների եւ մասնագետների կողմից գնահատվում է, որ եթե Իրանի դեմ գործողություն լինի ցամաքային օպերացիա, առնվազն 1-ից 1.5 միլիոնանոց բանակ պետք է շրջապատի Իրանը։ Դրանից առաջ օդուժը աշխատի, իսրայելական օդուժը, ամերիկյան օդուժը ավիակիրների վրայից, այո, եւ հետո ցամաքային օպերացիա։ Ցամաքային օպերացիա այդ հսկայականակ թիվը անձնակազմի մի մասը կամ առավել մեծ մասը պետք է Ադրբեջանից թիրախավորեն Իրանի տարածքը։ Հիմա Ադրբեջան մի քանի 100,000, ասենք կես միլիոնանոց բանակ որտեղից է մտնելու եւ ինչ բանակ է դա լինելու, հա, գնահատենք։ Դա Լիբիայից, Սիրիայից, Իրաքից, Թուրքիայից եւ Թուրքիայով դեպի Նախիջևան, Հայաստանի տարածքով օրը 24 ժամվա ռեժիմով անձնակազմ զենք եւ զինամթերք պետք է գնա Ադրբեջան։ Այդ Զանգեզուրի Միջանցքի բուն նպատակը իրականում ռազմական է, այո, այդտեղ տնտեսական որից է խնդիր չկա։ Ինչ կերպ է դրան ազդում ռուսական կողմը։ Այն որ այս պահին Միջանցքի վերաբերյալ Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահների խոսույթը հերկվում է փաստացի Ռուսաստանի, ասենք փոխվարչապետ Օվերչուկի, արտաքին գործերի նախարար Լավրովի եւ փոխարտգործնախարար Գալուզինի կողմից։ Չկա միջանցք, կա ճանապարհ, որտեղ մենք պետք է կանգնենք, որն էլ Նիկոլ Փաշինյանը չի ուզում։ Այո, ինչ է նշանակում պարզեցված ընթացակարգ եւ անխոչնդոտ։ Եղբայր նոյեմբերի 9-ում նման բան կա գրված։ Ինքը ասում է ռուսները այո պետք է կանգնեն, բայց ով ասաց որ տեղում, երկնքից կարող են, չէ՞, հսկել։ Ազգային ժողովում հիշում եք, իսկ ով ասաց որտեղ է գրված որ գետնի վրա պետք է կանգնեն։ Բոլորս այդպես նայում էինք էկրանին, երբ դա լսեցինք։ Ինձ համար մի քիչ դժվար է, ասենք, մանիպուլյատիվ հնարք օգտագործող անձի հերթական ցնդաբանությունները մեկնաբանել, հա։ Եթե երկնքից պետք է լինել հսկողությունը, տեսականորեն, ես վստահեցնում եմ, որ այդ փաստաթղթում այդ փաստը կնշվի, որտեղ դրանք տարբեր տեխնիկական միջոցներ եւ անձնակազմեր են։ Երկնքից ինքնաթիռները, գետնի վրա այլ միջոցներ, այո։ Հիմա իր այս մանիպուլյատիվ հնարքների իմաստը ո՞րն է։ Ինքը փորձում է միջանցք տրամադրել Ադրբեջանին տարբեր ձևակերպումներով
Եթե հիշում եք այդ նույն Միջանցքի վերաբերյալ ինքը մի քանի անգամ տարբեր պատրվակներ էր բերում, ասելով օրինակ, որ դիտարկումը հսկողության եւ դիտարկման մասին, ասում են այդ հսկողությունը դիտարկում է եւ միջազգային կոնսորցիումների կամ տնտեսվարող սուբյեկտների չէ կարող են տալ։ Օրինակ ես այս տաղավարից Արևմտյան ընկերության այո, ես հրապարակավ ասեցի ինչ տարբերություն կա հսկողության եւ դիտարկման։ Դիտարկումը process-ի վրա չի կարող ազդել, հսկողությունը կարող է ազդել։ Եվ հետեւաբար, երբ Փաշինյանը հսկողության մասին փորձում էր որոշակի մանիպուլյատիվ հնարքներ օգտագործել, հիմա նոր հնարք է գտել, ասենք ասելով, որ դա անխոչնդոտ մուտք է, վերևից են նայում, ով է ասում, որ մենք նաև ունենք Ալեն Սիմոնյանի արձագանքը, ասում է Ադրբեջանի ինչ էլ տանք, մեկը ասելու են միջանցք։ Այսինքն նաև հանրության իրենք դրան են պատրաստում, որ ինչ էլ տանք, ժողովուրդ դուք հանգիստ եղեք։ Դա միջանցք չի, մենք ճանապարհ ենք։ Մենք ճանապարհ ենք, ինքը ոչինչ, թող անունը դնի միջանցք։ Դե ինքը շարունակում է Փաշինյանի այդ կեղծ մանիպուլատիվ թեզերը իրականացնել։ Եվ այս բոլորի եզրահանգումը հետևյալն է։ Ադրբեջանը հասկանում է, որ Փաշինյանը պատրաստ է տալ միջանցք։ Բայց այդ միջանցքում պետք է լինեն այս կամ այն գործառույթները, ոչ թե հայկական տարբեր պետական կառույցների ուրեմն ծառայողներ, այլ ամբողջովին ադրբեջանական։ Իսկ դա կարող արվել մի դեպքում, երբ ուժով վերցվի։ Այսինքն Ադրբեջանը նաև ռուսներին է դեմ։ Այս հարցում ամբողջությամբ ուզում է Ադրբեջանը երբ իրականացնում է բրիտանա-թուրքական Թուրանի պրոյեկտը, այս հատվածում, իհարկե դա Ռուսաստանին եւ Իրանին է դեմ։ Երբ դուք ասում եք Ադրբեջանը պետք է ուժով վերցնի, հաշվի առնելով այն, որ ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը արդեն տեսանելի է, եւ այդ պատերազմի ավարտով բնականաբար Ռուսաստանի դիրքերը հարավային Կովկասում ավելի կամրանան եւ Ռուսաստանի ուշադրությունը կկենտրոնանա հարավային Կովկասի եւ մասնավորապես Հայաստանի վրա, այս պարագայում Ալիևը կհամարձակվի դիմել ռազմական գործողությունների, որովհետև ավելի վաղ մենք ինչ էինք ասում, մենք լսում ենք փորձագետների մակարդակով, քաղաքական գործիչների մակարդակով, որ Ռուսաստանի գործերը խառն են Ուկրաինայում, Թրամփին ընդհանրապես մեր տարածաշրջանը հետաքրքիր չէ, նպատակը իր Միացյալ Նահանգներն են, հետևաբար Ալիևի ձեռքերը ազատ են։ Հիմա եթե այդ պատերազմը ռուս-ուկրաինական ավարտվում է, Ալիևի ձեռքերը դարձյալ ազատ են այստեղ ռազմական գործողությունների դիմելու։ Գիտեք, հարցադրումը հետաքրքիր այն առումով, որ այո, ժամանակին գնահատական կար, որ ռուս-ուկրաինական, բայց իրականում դա ռուս-ուկրաինական հակամարտություն չէ, դա Ռուսաստանի եւ հավաքական արևմուտքի կամ ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունն է Ուկրաինայի տարածքում։ Ժամանակին փորձագետները գնահատում են, որ կարող է եւ իսկապես արևմուտքը հաղթի։ Իդեպ այսօր փորձագետներ կան, որ ասում են, այո, արևմուտքը կարող է կամ ամենայն հավանականությամբ Ուկրաինան արդեն դեռ շանս ունի հաղթելու Ուկրաինան, այո։ Հա։ Դե հիմա փորձագետը ինքը իրեն անվանում, այդպեսի գնահատական է տալիս։ Կամ մեկ պարզ ճշմարտություն, միջուկային գերտերությանը հնարավոր չի ռազմի դաշտում հաղթել, որտեղ այդ պատերազմի նպատակը Ռուսաստանի ռազմական առումով հաղթելը չէր, այլ պատերազմի ժամանակ առաջացած խնդիրները լինի պատժամիջոցներ, 13000 պատժամիջոց, լինի զոհերի քանակ ռուսական կողմից, լինեն տնտեսական խնդիրներ, տնտեսության անկում, մարդկանց սոցիալական վիճակի անկում եւ այդ բոլորը պետք է պատճառ հանդիսանար Ռուսաստանում իշխանափոխության։ Ինչու՞ չեղավ։ Տրամագծային հակառակը եղավ, տնտեսությունը աճեց իրենց։ Հիմա շատ տրամաբանական է, որ Ռուսաստանի դիրքերը եթե ուժեղացել են, ապա ինչպես կարող է Ադրբեջանը նման քայլի գնալ։ Նախ ասեմ ձեզ, որ Ադրբեջանը չի որոշելու այս տարածաշրջանում ուժով Հայաստանից տարածվեցնի, թե չէ։ Նորից եմ կրկնում, դա որոշում է Բրիտանիայում եւ որոշող անձնել, որը 44 օրից ամուսնուկես առաջ նշանակվեց այդ պաշտոնը։ Խոսքս Ռիչարդ Մուրի մասին է, հունիսին է նշանակվել 20 թվի։ Ինքը հրաման է տալիս, բայց հաշվի առնելով, որ Թուրքիան նույն կարգավիճակով չի Բրիտանիայի հետ հարաբերությունում, ինչ Ադրբեջանը, այսինքն շատ ավելի բարձր է իր կարգավիճակը, սուվերենությունը եւ ինքնուրույն որոշումներ կայացնելու եւ ինքնուրույն խաղալու բավական մեծ աշխարհ ունի։ Կարծում եմ Թուրքիան այս ամենը չհասկանալով, հիմա ինքը ոչ թե ընդարձակվում է դեպի հյուսիս, այսինքն Կովկաս, Միջին Ասիա, այլ իշխում է դեպի հարավ։ Ուշադրություն դարձրեք, այս 2 օրը Սիրիայում բավականին վիճակը լարվել է։ Եվ դրուզները, քրիստոնյաները, ալևինները
թուրքական դրածո իշխանությունների դեմ ռազմական առումով արդեն գործողություններ են պատրաստում։ Առայս որ օրինակ դրուզների մեջքին կանգնած են Իսրայել պետությունը։ Դրուզները միակ ժողովուրդն են Իսրայելի ցախալի պաշտպանության բանակում, ու իրանք ունեն ծառայելու։ Կա քրդական գործոն։ Քրդերին 2011-ից զինել է, մարզել է Միացյալ Նահանգները։ Եվ նաև Բրիտանիան քրդական գործոնը շատ լավ օգտագործում է։ Բայց այս պահին Սիրիայում այդ մարզումները բրիտանական մասնագետները չեն, դա Միացյալ Նահանգները այս կողությամբ ներկայ։ Այսինքն հիմա ըստիս Թուրքիային ձեռք չի տալիս, որպեսզի այս ճակատում գործողություններ լինեն։ Եվ դրա համար վաղը չեմ իսօրը, եթե Բրիտանիան այս կամ այն ձևով փորձի Թուրքիայի ղեկավարության վրա որոշակի ճնշումներ օգտագործել, այո, թե այս պրոյեկտը Թուրանի, Միջանսկի եւ այլն ուժով պետք է վերցնել, ասենք Էրդողանը առերևույթ հիմնավոր փաստարկներ կունենա, ասելով որ դե հիմա Սիրիայի վիճակը ծանր է, իր ամբողջ ուշադրությունը, զինված ուժերը եւ այլն այնտեղ են, բայց Ադրբեջանը նույնիսկ եթե երկրի ղեկավարը չցանկանա այդ գործողությանը գնալ, իր վրա կարծում Բրիտանիան ունի շատ ավելի լուրջ լծակներ ազդելու եւ ուղղակի պարտադրելու։ Գնալ ռազմական լուծումներ։ Այո։ Իդեպ, քանի Թուրքիայից ենք խոսել, մարտի 5-ին Ալիևը մեկնեց Անկարա, հանդիպել է Էրդողանի հետ եւ Թուրքիայում գործող ռազմավարական վերլուծական կենտրոններից մեկը այսպիսի մի տեղեկություն է հրապարակել։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար Ալիևը պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթ։ Հավանական համարում եք Թուրքիա, Հայաստան, Ադրբեջան ինչ-որ եռակողմ, ինչ-որ թղթի ստորագրում։ Եթե ինչ-որ բաներ ստորագրի, դա առ ոչինչ։ Նկատի ունեմ մեր հարցերին Թուրքիայի մասնակցությունը շեշտելու առումով։ Թուրքիան նույնիսկ եթե թղթի վրա չստորագրվի, Թուրքիան այսօր տարածաշրջանում Հայաստանի ռեժիմի պարագլխի առաջ պայմաններ դրել եւ Փաշինյանը այս կամ այն չափով կատարում է նաեւ Էրդողանի ուղղակի կամ անուղղակի հանձնարարականները։ Այդ թուղթը ոչինչ չի որոշելու։ Այն որ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների առաջին հերթին դիվանագիտական հարաբերությունների, մարգարեի անցակետի կյանքի կոչելուն եւ այլն սահմանները բացելու Թուրքիան ունի նախապայմաններ, երկու նախապայման։ Հայաստանը Ադրբեջանի հետ բոլոր հարցերը լուծում է, առաջին, երկրորդ ցեղասպանության հրաժարում եւ հետևանքների վերացման հրաժարում։ Երկրորդին գնում են, բայց առաջինը որևէ կերպ չի ստացվում, որովհետեւ որքան էլ Փաշինյանական իշխանությունը Ալիևի բոլոր պահանջները հերթով կատարում է, մենք միևնույն է նայում ենք, չէ՞, ադրբեջանական պաշտոնական հաղորդագրությունները։ Իրենք դժգոհ են այն ամենից, ինչ անում է այս իշխանությունը, ավելին են ուզում։ Ավելին։ Ես կարծում եմ Փաշինյանը շատ բան է արել, այդ Միջանսկը, եթե ռազմական ուժի կիրառման պետք է տրվի, ապա Ադրբեջանի համար դա բավականին դյուրին պետք է լինի։ Ես կարծում եմ Փաշինյանը արել է քայլեր։ Օրինակ, Սյունիքում գտնվում էր մի մոտ 2 տասնյակից ավել 102 ռազմաբազայի մարտական հենակետեր։ Դուրս անեցին այնտեղից։ Ինչու Փաշինյանը հանեց, երբ որ կա վտանգ, որ Ադրբեջանը այդ տարածքից ուժով կարող է օկուպացնել որոշ տարածքներ։ Այսինքն ինչ արեց, զսպող գործոնը հեռացրեց։ Այնտեղ այն ազնագազմ, որը գտնվում է։ Ասում եմ մենք արդեն մեր սահմանապահ ծառայությունը, պարոն Ապետյան, արդեն այն աստիճան է զարգացել, որ մենք ինքներս կարող ենք, շնորհակալություն ռուսներ, ստեսյունի դեպ։ Վերջերս նաև Մարգարեի անցակետի բացման հետ կապված կայացվեց որոշում, որ այնտեղ եւս ծառայություն միայն պետք է իրականացնեն հայ սահմանապահները։ Հիմա դուք դժգոհ եք, որ մեր սահմանապահներն ունեն այնքան կարողություններ, որ սահմանի պահպանությունը միայնակ են իրականացնում առանց ռուսի։ Օրենք սահմանապահները անցակետում են, չէ՞։ Այո։ Մարգարա, Հայաստանի, Իրանի, Մեղրի մոտ, այո։ Սահմանապահ իրականացնում է մեկ գործառույթ։ Խոսքս 102 ռազմաբազայի մարտական հենակետերի, որտեղ զինված մարդիկ են, ոչ սահմանապահներ։ Այսինքն Փաշինյանը հանել է նույնիսկ այդ անձնակազմը 102 բազայի, երբ Ադրբեջանը լայնածավալ գործողություն աներ ռազմական, սկզբունքորեն իր համար շատ դժվար կլներ դիմագրավել, բայց միայն զինված անձնակազմը Ռուսաստանի դրոշով ինքնին արդեն զսպաշապիկ էր Ադրբեջանի համար, խոսքը սահմանապահների մասին չի։ 17 մարտական հենակետ է հանել։ Եթե դու ունես վտանգ, որ Ադրբեջանը կարող է տարածքը, ընդ որում որի ղեկավարը սկզբունքորեն չէ թաքցնում նաև ռազմական առումով է տարածքը վերցնելու, ռուսական կողմը կանգնած է։ Երբ ռուսական կողմը լրացուցիչ ասում է, քանի դեռ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև
դելիմիտացիան, դեմարկացիան չի ավարտվել շփման գծում, ապա պատրաստ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդներին եւ խաղապարներին ամբողջ շփման գծում բերել։ Այդ դիտորդները եւ խաղապարները եւս մարտական խնդիր չեն կարող կատարել, եթե իր վրա զրահատեխնիկայի հարձակում եւ օթուշ եւ հրետանի կամ հրթիռային կայանքներ են աշխատում, բայց միայն շփման գծում հապկանդամ երկրների ներկայությունը իրենց դրոշներով կրկին անգամ Ադրբեջանի համար զսպաշապիկ է։ Այսինքն անցյալ տարի կայացված այդ որոշումը արվել է Ադրբեջանի համար նպաստավոր պայման ստեղծելու նպատակով։ Ես ասում եմ, եթե երկրի ղեկավարը տեսնում է, որ վտանգ կա եւ իր զինված ուժերը չեն կարող խոչընդոտել կամ կասեցնել այդ հարձակումը, ապա շատ բնական է դու դիմում ես քո դաշնակիցներին։ Ավելին, Փաշինյանը չի դիմել, դաշնակիցն է ասում, որ կա վտանգ, ես պատրաստ եմ բերել խաղապարներ, դիտորդներ, եւ մոտ 2 տասնյակ 102 ռազմաբազայի մարտական հենակետ կար։ Սա եւս լրացուցիչ գործոն է, այո։ Բայց դեպքում Փաշինյան ինչու է մեր երկրի հարավային սահմանների դարպասները բացել Ալիևի համար։ Բացել է, չէ, ինքն է բացել։ Իր քայլերի հետևանքով են, չէ, որ դրանք չկան։ Հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված, պարոն Ապետյան, կիսում եք տեսակետը, որ վերջին շրջանում Թրամփի ընտրություններից հետո ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ավարտը տեսնելուց հետո այս իշխանությունը Հայաստանում հակառուսականության դոզան բավականին քչացրել է։ Դոզան ինքը սուբյեկտ չի։ Քաղաքացիների ընկալումները լրջագույն process-ների վրա էական չեն ազդում։ Քարոզչական դաշտում այո, դա գնահատելի է։ Իսկ ինչու է իջեցրել, որտեվ ես մեր հաղորդման սկզբում ասեցի, Միացյալ Նահանգների գլոբալիստական կառավարությունը չկա, որտեղ Փաշինյանին պահում էին ակնհայտ, Բրյուսելը չկա, Եվրամիությունը սկզբունքորեն չկա, այնտեղ բավականին լուրջ խնդիրներ կան Ուկրաինայի հետ կապված, Թուրքիան եւ Ռուսաստանը։ Իսկ իմ գնահատմամբ Թուրքիան հիմա ընդարձակվում է հարավում եւ ոչ թե բարձրանում է հյուսիս, այսինքն մնացել է Ռուսի հույսին փաստորեն։ Մոտավորապես այդպես եւ այդ վերջին շրջանում եւ Եվրամիության անդամակցության այդ քննարկումը եւ տեղեկություններ տարածվեցին, որ ներքին հանձնարարականները գնացել կառավարության եւ առընթեր մարմինների եւ նաեւ ազգային ժողովի հանձնաժողովներին, որ Ռուսաստանի ցանկացած իրենց գոլեգաների այդ աշխատանքը, որոնք սառեցվել են, աշճանաբար վերականգնեն, մասնակցեն միջոցառումին եւ այլն։ Հա ինքը հասկանում է առանձնապես ասացինք դիլետանտ ու կիսագրագետ բայց այս բաները առանձնապես բարդ չէ հասկանալու համար։ Ինքը իսկապես հիմա հասկանում է, որ վիճակը դա է։ Բայց միաժամանակ ես կարծում եմ, որ Բրիտանիան այն խնդիրը, որը դրել է Փաշինյանի վրա եւ որի ուղակի հանձնարարական, ուղակի առանց միջնորդի տվել է Ռիչարդ Մուրը Երևանում իր հետ հանդիպման ժամանակ, ես կարող եմ ենթադրել, որ այդ հանձնարարությունը հետեւյալն է, այդ միջանցքը տրվելու է։ Փաշինյանի երաշխիքը իր ընտանիքի անձի եւ իր այսպես ակտիվների գոյությունը պայմանավորված է այդ միջանցքի տալով։ Այսինքն Մավրը դեռ իր գործը չի արել, Մավրը իր գործը երբ որ անի, իսկ դա ես կարող եմ ենթադրել, եթե այդպեսին լինի, դա չպիտի լինի Ռուսաստան Միացյալ Նահանգներ Ուկրաինային որոշակի ստատուս քվո հաստատելուց հետո, որտեղ այդ հաստատելուց հետո ակնհայտ է, որ Միացյալ Նահանգները արդեն իսկ այս տարածաշրջանում առանձնապես անելիք չունի եւ ամբողջովին դա տրվել է Ռուսաստանի ազդեցության գոտի որպեսի գործը այդտեղ չհասնի, դա ամիսներ է հա տևելու։ Բրիտանիան կարծում եմ պլանավորել է, որպեսի մեզ մոտ լինի ռազմական բախում Ադրբեջանի զինուժը որոշակի տարածքները չբացառում, որ դա նույնիսկ Մեղրի փոքր հատվածը կարող է լինել եւ ոչ թե ենթադրենք ջերմուկից երաս, որտեղ հսկայական Հայաստանից տարածքներ դե օկուպացվեն, որտեղ այդ դեպքում Ալիևը հիմնավորել է, որ ինքը ճանապարհ է վերցրել, որը Փաշինյանը 2020 նոյեմբերից առ այսօր չի տալիս։ Չէ, ինքը կարող էր, չէ, Փաշինյան տալ։ Ընդունում ենք, որ Փաշինյանը նոյեմբերի 9-ից հետ է կանգնել, սկզբունքորեն։ Մեր զրույցի սկզբում դա մասին ասեցի։ Ստորագրությունը հետ չի կանչել որպես փաստ։ Գործնականում խոսքը փաստաթուղթ կա, բայց կյանքի չի կոչվում։ Իսկ այդ փաստաթուղթը եւս Ադրբեջանին արգելում էր կամ կանխարգելի չէ ռազմական ուժի միջոցով այդ տարածքը վերցնել։ Ես եւս մեկ փաստարկ եմ ասում, որտեղ Փաշինյանը անում է քայլ, որտեղ Ադրբեջանին իրավունք է տալիս եւ իրավական եւ բարոյական ինչ որ տարածք ուժով վերցնել, հա։
Եվ այստեղից հետևությունը ինձ համար պարզ է, որ եթե որոշակի գործողություններ պետք է լինեն, դա մոտ ամիսներին պետք է լինի, ասենք ապրիլ-մայիս ամիսներին։ Որովհետև այնուամենայնիվ գնում է Միացյալ Նահանգներ, Ռուսաստան դաշնություն տարբեր մակարդակներով բանակցություններ եւ ինչ որ պահի, երբ հաստատվում է ստատուս քվո, ընդունենք դա մի քանի ամսվա միգուցե աշխատանք է, այդ ժամանակ Բրիտանիան այստեղ այլևս ոչինչ չի կարող անել եւ Ռուսաստանի քայլը շատ ավելի կոշտ են լինելու, որտեղ Միացյալ Նահանգները, ինչպես ասում են, համաձայնվել է, որ ըստ տարածաշրջանում Ռուսաստանի քաղաքականությունը պետք է իրականացվի որպես իր ազդեցության տարածք։ Դա համար այս 1-2 ամսվա ընթացքում ես չեմ բացառում, այսինքն մարտ, ապրիլ, մայիս, որ ոչ Թուրքիան, առանց Թուրքիայի, իսկ այսօր Ադրբեջանը առանց Թուրքիայի օժանդակության զինված ուժերի կարող է այդ գործողությունն անել։ Սա 44-օրյա չէր, երբ Թուրքիան ուղղակի մասնակցություններ ուներնում եւ կառավարում էր այդ պատերազմը։ Ձեր ասած այդ մարտ-ապրիլ ամիսներին Ռուսաստանի հակազդեցությունը ինչպիսին կլինի։ Ասացիք, եթե հետո լինի Ռուսաստանի հակազդեցությունը ավելի ուժեղ է լինելու։ Իսկ եթե հետո չի լինում, հիմա է լինում։ Այն ժամանակ Ռուսաստանը ուղղակի թույլ չի տա։ Ասենք օրինակ Ալիևը, եթե ենթադրենք հետախուզությունը ֆիքսել է, որ Ալիևը ինչ որ բան պետք է անի, ասենք ամիսներ հետո, երբ կա արդեն Միացյալ Նահանգների Ռուսաստանի այսպես աշխարհի վերաբաժանման նոր քարտեզը, ապա ուղղակի Ալիևին կարող ասել, որ երեկոյան քո ընտանիքում թեյախմության ժամանակ Կասպից ծովից կարող է մի քանի կալիբր քեզ հյուր գան, մասնակցելու քո թեյախմության, ու թեման դրանով փակվելու է։ Կալիբրը դրանք հրթիռներ են։ Այսօր կալիբր ուղարկելով չի։ Այսօր այդպես չի։ Դա ԱՄՆ-ի հետ ստատուս քվո հաստատելուց հետո կլինի։ Իսկ հիմա օրինակ դիվանագիտական գործիքակազմով է այդ ամեն ինչը այո արվում։ Եվ այդ դիվանագիտական գործիքակազմը հետևյալն է, երբ Իրան Իսլամական Հանրապետությունը պարբերաբար ասում է, որ իրանց համար անընդունել է Հայաստանի Հանրապետության սահմանների փոփոխությունը, մի 4-5 օր առաջ նույն Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան, որը ունի անձնական կարծիք, ինքը արտահայտում է ԱԳՆ-ի տեսակետը։ Այո, իսկ արտաքին գործերի ցանկացած երկրի նախարար եւս ունի ամենակախյալ անձն է երկրի ղեկավարից, այսինքն ինքը սկզբունքորեն ասենք երկրի ղեկավարի խոսնակն է, արտաքին գործերի նախարարը, հա։ Սա ընդունում ենք Ռուսաստանի նախագահի այդ միջնորդավորած մեսիջը Իրանի նման կեցվածքին, որ իրենք մեկ անգամ եւս ֆիքսում են եւ համակարծիք են, որ իրենց համար եւս անընդունելի է տարածքների փոփոխություն եւ Իրանի դիրքորոշումը իրենք կիսում են։ Այսինքն օգտագործում է դիվանագիտական գործիքակազմ Ալիևի արկածախնդրությունը զսպելու։ Եթե Թուրքիան ունի հնարավորություններ եւ բավարար ներուժ դիմագրավելու, մանևրելու, ընդվզելու, չկատարելու Բրիտանիայի որոշակի հանձնարարական, այն էլ թուլացած Բրիտանիայի, այսօրվա Բրիտանիան իհարկե թուլացած է։ Ապա ես կարծում եմ, որ Ալիևը այդ նույն կարգավիճակով չի եւ սկզբունքորեն չի բացառվում, որ Ալիևը գնա այդ արկածախնդրությանը, որին մասնակից լինի երկու երկրի ղեկավար, Ադրբեջանի եւ Հայաստանի։ Եվ որից հետո, ինչպես ասում են, Մավրը կարող է հեռանալ եւ Նիկոլ Փաշինյանը կարող է հեռանալ։ Այո։ Եվ որից հետո, ասենք, ես դրա մասին դեռևս ամիսներ առաջ եմ ասել, հիմա կրկնում եմ, որ այստեղ մինչև Ռուսաստան ԱՄ ստատուս քվոյի հաստատումից հետո, մինչև այդ հաստատումից հետո Հայաստանում եւս լինելու իշխանափոխություն վստահաբար, բայց մինչև Բրիտանիան այդ ռազմական գործողության հետևանքով մեր ժողովրդի շատ բնական արդարացի կոշտ կեցվածքից հետո, որտեղ որ մենք կարող է տարածքներ կորցնենք, մարդիկ կորցնենք, հա, փախստականներ ունենանք, ապա իշխանափոխության հավանականությունը 99% է դառնում։ Եվ հետաբար կարծում եմ Բրիտանիան այսօր է պատրաստում կամ երեք պատրաստել է, այսօր միգուցե նաև փորձելու է քարոզչական դաշտում ընդունելի դարձնել այն անձին կամ այն անձերին, որոնք շատ արագ պետք է փոխարինեն Փաշինյանին ժողովրդական ընդվզման ալիքի վրա։ Շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ զրուցակիցս Հայկ Նահապետյանն էր այսքանը, ցտեսություն։